Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկտեղվել են ճարտարագիտությունը, միտքն ու նորարարությունը, մեկնարկեց RISE 2026 բարձր տեխնոլոգիական ցուցահանդես ֆորումը։ Silicon Mountains միջոցառումների շարքին միանում է նոր միջոցառում RISE by Silicon Mountains, որը ունի հետևյալ կարգախոսը՝ մենք ենք մեր սարերը վերելք։ Բարի գալուստ RISE 2026։ Ցուցահանդեսին ներկայացված են հայկական առաջատար ընկերությունների, հետազոտական կենտրոնների և ինժեներական թիմերի տեխնոլոգիական արտադրանքները, պաշտպանական համակարգերը, նորարարական լուծումներն ու գիտական նվաճումները։ Այս միջոցառումը մենք նախատեսում ենք, որ կլինի հենց այն պլատֆորմը, որտեղ հայկական ընկերությունները շփվելով միմյանց հետ, լրացնելով միմյանց կստեղծեն ամբողջական արտադրանք։ Եվ շատ կարևոր է, որ այդ առաջին ծիլերը մենք տեսնում ենք հենց ռազմաարդյունաբերության մեջ եւ իրոք հպարտ ենք, որ ինքներդ կտեսնեք ունենք այնպիսի ռազմաարդյունաբերական արտադրանք, որը բավականին մրցունակ է եւ հույս ունեմ ամեն ինչ դեռ առջևում է։ Տեխնոլոգիական միջոցառման կազմակերպիչը ՏՀՏ գործատուների միությունն է, պլատինե գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ոսկե գործընկերը Unicomp ընկերությունը, իսկ ցուցահանդեսի աջակիցը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է, որի վերջին տարիների նվաճումները ևս ներկայացված են։ Ռազմական արդյունաբերությունը այսօր շուրջ 70 միլիարդի հասնող շրջանառություն է ձևավորել տնտեսության ներսում եւ ինչպես արդեն իսկ նշեցի, այն արդեն դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության սահմաններից։ Ռազմաարդյունաբերությունը կամ պաշտպանական արդյունաբերական պրոդուկտները մեր կարծիքով կարևորագույն արտահանելի ճյուղ են դառնալու մեր տնտեսության համար։ Ցուցահանդեսը միավորում է ոլորտի ավելի քան 40 ընկերություն, խթանելով համագործակցությունը, նորարարությունն ու կայուն տեխնոլոգիական զարգացումը։ Երկար ամիսներ պատրաստվել ենք այս ցուցահանդեսին եւ իհարկե ֆորումին, բայց մեր հիմնական նպատակը էր այդ մեկ հարթակի շուրջ միավորել գիտությունը, նորարարությունը, ճարտարագիտությունն ու ռազմաարդյունաբերությունը։ Ու կարծում եմ մեզ մոտ ստացվել է այսօր։ Ողջավորություն ունենք, որ սա միայն ռազմաարդյունաբերություն չէ, այլ նաև ինժեներական թիմեր են ներկայացված եւ ռազմաարդյունաբերությունը միայն հայկական է եւ դրանով եւ ավելի է կարեւորվում այս միջոցառումը։ Առաջին օրը ցուցահանդեսին զուգահեռ կայացավ նաև 3 պանելային քննարկում՝ կիբերանվտանգության, պաշտպանական արդյունաբերության եւ ինժեներական լուծումներ թեմայով։ Եթե դեռ չեք հասցրել ծանոթանալ ոլորտի հայաստանյան նվաճումներին, այսօր հունիսի 4-ին կարող եք այցելել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր եւ բացահայտել ցուցահանդեսին ներկայացված նորարարական լուծումներն ու տեխնոլոգիական նվաճումները։